Գիտեք, մարդիկ թող իրանց փախնելը, թող իրանց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Այդ ով որ տենց բան ասում է, ինքը ճողոպրողների բանակիցը։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր իրենց քաղաքացիական եւ զինվորական պարտքը մինչև վերջ կատարել են, երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, ոչ թե խոսակցության մեջ ստացվում է, որ թացը չորին խառնվում է։ Ես երբեք թացը չորին չեմ խառնում եւ մարդկանց եւ իրերը կոչում եմ իրենց անուններով։ Այո, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդ ինչ պետք է լինի։ Ծառայության արդյունքում բանում դիրքերում բանի պահածոների բանկաները կախել են, իրանց դղյակները Երևանի կենտրոնում սարքել, չգիտեք, այսինքն ինչ բա դուք էլ ուզում եք մեր երեխեքին խաբենք եւ այդ մարդկանց, որոնք ոչ իրենց ֆիզիկական ֆորմայով կամ ընդհանրապես այդ զինվորականի տեսքա, փորները 3 մետրը դեմը գցած գեներալը ո՞րն է։ Այդ զինվորականի տեսքա ընդհանրապես։ Լուրջ եք ասում։ Այսինքն դասեք նախ սուրեմ էլի զինվորական ծառայություն ուրիշ բան է, զինվորական ծառայությունը պետքա ստանդարտ ունենա, զինվորականը պետքա ֆիզիկական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի, բա որ հետո մարդկանց հետ բաներ են տեղի ունենում, ասում են ինչի են տեղի ունեցել, որտեղ մարդիկ կամ ֆիզիկապես կամ հոգեբանորեն պատրաստ չեն դրան, պատրաստ չեն լինում, ես պնդում եմ, որ մենք ունեցել ենք եւ այսա ընթացքում կպարզվի, մարդիկ եկել են Ղարաբաղից ստեղ բան են լնում, կներեք արտահայտության տղամարդամիշ են լնում, բայց բան են եղել 44 օրյա պատերազմի ժամանակ նրանց պատմությունները, որ ուսումնասիրում են, մեկը խուճապ տարածող ա եղել, մեկը դասալիք ա եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող ա եղել։ Այդ հիմա հեշտ է օպերայում գալ կանգնել դոշ ծեծել։ Կպարզվի, ում որ կպարզվի, հերթով անունները կտանք, հերթով անունները կտանք, հերթով անունները կտանք եւ կդատվեն այդ մարդիկ, կդատվեն այդ մարդիկ։ Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգը այդ մարդկանց հետ կվարվի այնպես, որ իրանք որ կոչմանը արժանի են, գան այդ կոչմանը հարցնեն, այսինքն շարքային։ Նրանք պետք է այդ կոչումներից զրկվեն, որովհետև այդ ուսադիրները կրելու իրավունք չունեն։